Դուք դիտում եք Արմարուրի կիրակնօրյա թողարկումը, բարև ձեզ, առաջին հատվածում առաջարկում եմ դիտել։ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Խորհրդարանում թեժ մթնոլորտում քննարկել են ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը։ Ես ցավում եմ, որ ձեր հիմնական մատնացույց արած խնդիրներից մեկը այն է, որ բժիշկները հիվանդների աչքերի մեջ չեն նայում։ Ես իսպանական ամոթ եմ ապրում, երբ պատկերացնում եմ բժիշկներին, ովքեր հետևում են այս քննարկմանը։ Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է ազգային ժողովի առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահ։ Ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագիրը չի դադարեցվի, այն կշարունակվի նաև 2026 թվականին։ Ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի տրամադրվող վարկի մինչև 3 միլիարդ դրամ գումարի մասնաբաժինը 8%-ային կետով, 3-ից 9 միլիարդ դրամի գումարի մասնաբաժինը 7%-ային կետով, 9 միլիարդ դրամից ավել մինչև 15 միլիարդ դրամ գումարի մասնաբաժինը 6%-ային կետով։ Առողջության ապահովագրության տարեկան փաթեթը կկազմի 129,600 դրամ, ասուլիսում հայտնել է նախարար Ավանեսյանը։ Մինչև 18 տարեկան երեխաները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրության համակարգ 65 տարին լրացած քաղաքացիները ևս 2026 թվականից կներառվեն ապահովագրության համակարգ։ Անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն։ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է գնունու շուկային հարակից 30 անօրինական կրպակ ու տաղավար։ ԱՄ-ում գտնվող Հայաստանի քաղաքացիները կկարողանան անարգել երթևեկել ազգային վարորդական վկայականով։ ՊԿ կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 78 կիլոգրամ դեղորայքի ներմուծման փորձը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում մասնակցեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի լիագումար նիստին։ Գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Խորհրդարանը թեժ մթնոլորտում քննարկեց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը։ ՔՊ-ն հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ Ընդդիմության դժգոհությանը, թե Հունանյանը չունի բարձրագույն կրթություն և չի համապատասխանում այդ պաշտոնին, թեկնածուն նշել է, որ ղեկավարման ձիրք կարող է ունենալ նաև բարձրագույն կրթություն չունեցող անձը և որ իր կենսագրության ետևում սեր է թաքնված։ Խորհրդարանի նիստը լուսաբանել է իմ գործընկեր Հասմիկ Ֆահրեդյանը։ Մեր երկրում կիբերպաշտպանության, կիբերանվտանգության կարողությունները բարձրացնելու նպատակով կիբերանվտանգության մասին և կից օրենքներում մի շարք լրացումներ և փոփոխություններ կիրականացվեն։ Նախագծի փաթեթն ԱԺ-ում ներկայացնելիս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, թե պետական կառավարման համակարգում և թե մասնավոր հատվածում կներդրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներ։ Այս օրենքների նախագծերի կոնսոլիդացված փաթեթը ըստ էության թվային նոր ճարտարապետություն է բերում Հայաստան, ճարտարապետություն, որը պիտի լինի կիբերանվտանգ։ Այսինքն այս նախագծերի նպատակն այն է, որ տվյալի միայն մեկ միասնական աղբյուր մենք ձևավորենք, մասնավորապես փաստաթղթեր, թղթային տվյալներ այլևս չպիտի լինեն, ինչպես նաև տվյալների կրկնօրինակում այլևս օրենքի ընդունումից և կիրարկումից հետո ևս չպիտի նախատեսվի օրենքով։ Տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, մշակման, պահպանման, դրանց օգտագործման, կառավարման, տեխնիկական և կազմակերպչական կանոնները սահմանելու է ինքնավար մարմինը որպես ստանդարտ։ Նախարար Հայրապետյանը մանրամասնում է, կստեղծվի տեղեկատվական համակարգերի կառավարման մարմին, որը կլինի ինքնավար ու ապաքաղաքականացված, կկանխի կիբերհարձակումները։ Կառույցը կազմված կլինի 5 անդամից, հանձնաժողովի նախագահին ու մյուս անդամներին կնշանակի խորհրդարանը։ Ես ուզում եմ ընթերցել ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում այն փոփոխությունները և լրացումները, որոնք այս օրենքի ընդունման պարագայում ուժի մեջ կմտնեն, մասնավորապես հոդված առաջին 4-րդ կետում առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ։ Իրականացնում են պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտներում, ինչպես նաև կիբերանվտանգության մասին օրենքի համաձայն, այսինքն արդեն իսկ այնտեղ
հղում է լինելու կիբերանվտանգության մասին օրենքին, կառավարության կողմից սահմանված ցանկով հաստատված եւ լիազոր մարմնին վերապահված տեղեկատվական համակարգերի եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների նկատմամբ կիբերանվտանգության մասին օրենքով սահմանված լիազոր եւ ինքնավար մարմինների լիազորություններն ու գործառույթները։ Պատգամավորները բարձրաձայնեցին պետական կառույցների եւ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության հարցերը։ Պարոն Հայրապետյան, պետական կառույցների տվյալները խիստ պաշտպանված պետք է լինեն, այո։ Ազգային ժողով, սիրելի պատգամավորներ, հարգելի պատգամավորներ, դուք ամեն օր քայլում եք այս միջանցքներում, ամեն վարքյան տեսախցիկները։ Սերվերը ամենապաշտպանված բանն է, չէ՞ այստեղ ազգային ժողովում։ Հիմա տեսեք մի պատմություն բես պատմեմ, որ դուք իմանաք, թե մեր գլխի գալիքը ամեն վարքյան, երբ որ քաղաքական իշխանությունը որոշի, ոնց է լինում։ Հանգուցյալ Մեհեր Սահակյանի միջադեպը հիշում եք։ Մեհեր Սահակյանի հետ կապված միջադեպից 3 ժամ հետո Հայաստանի Հանրապետության ամենապաշտպանված սերվերներից մեկից, ազգային ժողովի սերվերից հաքերական հարձակում, գողություն, թե ոնց կուզեք, բայց այդ տեսանյութը հայտնվում է մի հատ կայքում։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի, սա նշանակում է Պրախադնոյ դվոր այդ սերվերը։ Նշանակում է ցանկացած մեկը կարա մտնի սերվեր, վերջում կասեմ ինչա։ Երկրորդը, բոլորդ էլ ճամփորդում եք գործողումներ, պատգամավորական սրահով եք գնում, վիպով կամ սովորական անցակետով, որը պաշտպանված է, այդ տեսանյութերը պաշտպանված են, ազգային անվտանգության ծառայություն եւ այլն։ Մեկ էլ որոշում են, որ պայմանական Գեգամ Մանուկյանի մասին պետք է ասեն, այսօր Գեգամը թռել է Մոսկվա։ Մեկ էլ այդ ֆոտոները հայտնվում են որտե՞, էլի նույն կայքում։ Ես երկու դեպքն էլ կոնկրետ դեպք եմ ասում։ Մազերս չեն սպիտակում, բայց կյանքս գնաց։ ԱԱԾ, ՊՊՑ, քաղավիացիայի վարչություն, ազգային ժողովի աշխատակազմ, էլ չգիտեմ, մնաց բախտ բացողին դիմեմ, ասեմ, լավ ոնց է այդ տեսանյութերը հայտնվում։ Քարի լռություն։ Պատճառը գիտեմ, գիտեք այդ բոլորը որտեղ է հայտնվում։ Media News կայք, ծանոթ է բոլորին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյան։ Խորհրդարանում քննարկվում է ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը։ ՔՊ-ն հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ Իր ելույթում Հունանյանն անդրադարձավ Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցադրմանը, թե թեկնածուն չունի համապատասխան կրթություն։ Առաջին հերթին որպես մանկավարժ դուք կասկածի տակ եք դնում միջին մասնագիտական կրթությունը, որին տիրապետում է 16500 բուժքույր Հայաստանի Հանրապետությունում, եւ առանց որի, առանց այդ օղակի առողջապահությունը կաթվածահար ուղղակի կլինի։ Այս փոքրիկ կենսագրությունը, ինչպես որ դուք նշում եք, այս փոքրիկ կենսագրության հետևում կանգնած է տարիների բազմաչարչար աշխատանք, գիշեր եւ ցերեկ, տարիների բազմաչարչար կրթություն, անընդհատ, շատ էլ որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատությունում ստանալու, բայց ես անընդհատ սովորել եմ, անընդհատ։ Հռիփսիմե Հունանյանն իր ելույթում նշեց, որ կառավարման ձիրք ունեցող մարդը բարձրագույն կրթության կարիք չունի։ Հունանյանի արտահայտությունից հետո խորհրդարանում բուռն քննարկում սկսվեց։ Ես ակնկալում եի, որ դուք բովանդակային ելույթ կունենայիք եւ ամբողջ կենտրոնացումը չէիք հանի նրա վրա, որ դուք բուժքույր եք եւ կփորձեիք արդարացնել, որ արդյունավետ եք կարողանալու կառավարել հանձնաժողովը։ Ես ցավում եմ, որ ձեր հիմնական մատնացույց արած խնդիրներից մեկը այն է, որ բժիշկները հիվանդների աչքերի մեջ չեն նայում, հայացքով չեն շփվում հիվանդի հետ։ Այս ոլորտը այնքան խնդիրներ ունի, որոնց մասին, եթե այսօր ամբողջ օրը խոսանք,
օրը կավարտվի, բայց խնդիրները չեն ավարտվի։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ գոհ չէ թեկնածուի պատասխաններից։ Գիտեք, ձեզ մասնագիտական հարցեր են տալիս, դուք հուզական ֆոնի հետևում եք թաքնվում, փորձում եք ձևացնել, որ թիրախավորվել է ձեր միջին մասնագիտական կրթությունը, մինչդեռ որևէ մեկը ոչ միայն չի թիրախավորել կամ արժեզրկել, հակառակը շատ կարևորել է միջին մասնագիտական կրթությունը։ Խնդիրը այլ բանի մասին է։ Ձեզ պարզ հարց տամ, որ պատկերացնեք, ձեզ ով կես նախադասություն անգամ կհանդիմաներ կամ որևէ բան կասեր ձեր կոմպետենտության մասին, եթե այսօր ձեզ ուղված հարցերին դուք պատասխանեիք։ Ես իսպանական ամոթ եմ ապրում, երբ պատկերացնում եմ բժիշկներին, ովքեր հետևում են այս քննարկմանը, գլխավոր բժիշկներին, առողջապահության ոլորտի մասնագետներին, կամ ապշում եմ։ Ինչ է նշանակում դիահերձարանները հո ամենտեղ պետքա չլինեն, մարզպետարանները ո՞նց են աշխատում։ Էսա ձեր պատկերացումը։ Հաշվի առնելով Տիկին Հունանյանի մարդկային որակները, պարտաճանաչությունը, պայքարելու կարողությունը եւ արդարամտությունը, ես կարծում եմ, որ մենք ունենալու ենք հրաշալի հանձնաժողով, որը միշտ աչքի է ընկել առատագույն, ամենաառաջատար քանակով եւ որակով առողջապահական օրենսդրական նախագծերով, քննարկումներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժեում է խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը նշեց, ռազմավարական որոշում է կայացվել։ Հայաստանի նոր միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Ում հետ ենք մենք կառուցելու, ում հետ ենք գործընկերություն անելու։ Մենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր նման բան ունեն, նման տեխնոլոգիա ունեն կամ կարող են ունենալ, մենք բոլորին հարցրել ենք, ասել ենք դուք կնեղսրտեք, եթե մենք այս թեման քննարկենք նաև մյուսների հետ։ Բոլորը ասել են, որ ոչ։ Հիմա ինչ եմ ասում, որովհետև երբ որ ես գնում եմ Մոսկվա, ասում են վերջ, ուրեմն որոշվել է, որ Մոսկվայի Ռուսաստանի հետ է կառուցվում։ Միացյալ Նահանգների հետ հուշագիր ենք ստորագրում ու նոր գնում Մոսկվա, ասում են բա հուշագիրը ստորագրեցին, ինչի գնացին Մոսկվա։ Գնում ենք Չինաստան, ասում են բա չհասկացանք, հիմա այնա մենք շատ թափանցիկ ասել ենք, որ այս պահին մենք ուզում ենք ստանալ առաջարկներ։ Եվ մենք այսօր նման խոսակցություն ունենք եւ Միացյալ Նահանգների հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ Չինաստանի հետ, եւ Հարավային Կորեայի հետ, եւ Ֆրանսիայի հետ։ Պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցը կրկին վարչապետ Փաշինյանին է ուղղված։ Արդեն շուրջ 6 ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը կառավարում է մի կլան, որի ղեկավարը կամ ինչպես շատերն են ճանաչում, Վարդանիկը հրապարակային ազգատափ հայտարարություններ անելով կասկածի տակ դրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Պարոն վարչապետ, խնդրում եմ ձեր գնահատականը այս ամենի հետ կապված։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի է ժողովրդավարական երկրում, եւ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։ Տեղեկացնեմ, որ հոկտեմբերի 2-ի նիստում Հայաստանի ազգային ժողովում գաղտնի քվեարկությամբ Հռիփսիմե Հունանյանն ընտրվեց խորհրդարանի առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 61-ը, քվեատուփում արկա եղել 61 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հռիփսիմե Հունանյան կողմ 61 դեմ 0։ Որոշումն ընդունված է, շնորհավորում եմ Տիկին Հունանյան եւ հաջողություն մաղթում։ Իփոթեկային վարկով եկամտահարկի վերադարձի շահառուներն ավելացել են 12,000-ով։ Գործադիրը լրացուցիչ գումար է հատկացրել ծրագրին։ Ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագիրն էլ չի դադարեցվի, այն կշարունակվի նաև 2026-ին։ Կառավարության նիստի մանրամասները Հասմիկ Ֆահրադյանի ռեպորտաժում։
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին ծրագրերի խնայողությունների հաշվին հավելյալ 12.6 միլիարդ դրամ կտրամադրվի հիփոթեկային վարկերի տոկոսների մարման նպատակով եկամտահարկի վերադարձի համար։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կառավարության նիստում ներկայացնում է որոշումը պայմանավորված է հիփոթեկային վարկի վճարված տոկոսների գումարի վերադարձի ծրագրի շահառուների թվի ավելացմամբ։ 25 թվականի հունվարի 1-ից գիտենք բոլորս, որ ուժի մեջ են մտել հիփոթեկային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի սահմանափակումները, եւ այդ սահմանափակումները իլերում են պատմական դինամիկայի, բերել են մի իրավիճակի, որ շահառուների թվականակը ավելացել է կտրուկ, հատկապես 24 թվականի վերջին, երբ որ արդեն պետական բյուջեն ընդունված էր։ Որպեսի թվեր նշեմ եւ պարզինի, թե ինչի մասին ենք խոսում, 24 թվականին մոտ 50,000 շահառու ենք ունեցել, այս տարի արդեն 62,000, այսինքն 12,000-ով շահառուների թվականակը աճել է։ ՊԵԿ նախագահը տեղեկացնում է ծրագրի համար 2025 թվականին բյուջեյով 84 միլիարդ է նախատեսված եղել, որից 70 միլիարդն արդեն ծախսվել է։ 70 միլիարդը, որպեսի թվի կարգը մեզ հուշի, թե ինչի մասին է խոսում, դա ավելի մեծ է, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Տարվա արդյունքում կհասնենք մոտ 100 միլիարդ դրամի, ավելի կոնկրետ 97 միլիարդ դրամի, եւ դա նշանակում է ըստ էության կանխատեսվում է այս պահին մոտ 28 միլիարդ դրամով ավելացում 2024 թվականի համեմատ, որը որպիսի աճ կամ նմանատիպ աճ երբևէ չի գրանցվել այս ծրագրի մեկնարկից ի վեր։ Ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագիրը դադարեցնելու փոխարեն էկոնոմիկայի նախարարը գործադիրին առաջարկում է շարունակել ոլորտի աջակցության ծրագիրը, բայց նոր պայմանով սուբսիդավորվող տոկոսադրույքը նվազեցնել 2%-ով։ Պայմաններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից, ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի տրամադրվող վարկի մինչև 3 միլիարդ դրամ գումարի մասնաբաժինը 8%-ային կետով, տրամադրվող վարկի 3-ից 9 միլիարդ դրամի գումարի մասնաբաժինը 7%-ային կետով, տրամադրվող վարկի 9 միլիարդ դրամից ավել մինչև 15 միլիարդ դրամ գումարի մասնաբաժինը 6%-ային կետով։ Հիշեցնեմ, որ ծրագրով սահմանված է նաև 12 ամիս վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների արտոնյալ ժամկետ, վարկի մարման ժամկետը 8 տարի է։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հետաքրքրում է։ Հիմա այս արտադրանքը ինքը այնուամենայնիվ մոնոշուկայի արտադրանքա, թե ինքը մրցունակ է եւ կարող է արտահանվել ենթադրենք եվրոպական երկիր։ Նախարար Պապոյանն արձագանքում է։ Մեր ծրագրերը կենթանի օրգանիզմ են, մենք եթե տեսնում ենք, որ ինչ-որ process գնում է լավ կամ վատ, սպասվածից, համապատասխան փոփոխություններ են անում։ Մի քանի տվյալ, եթե կարելի է նշեմ, այսօր Հայաստանում կա 1500 հեկտար ջերմոց եւ ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով ավելի քան 300 հեկտարն է։ Ջերմոցները, ջերմատները հիմնականում 1000 հեկտար Արմավիրի մարզում է, 272-ը Արարատի մարզում եւ 145-ը Կոտայքի մարզում են, հիմնականում այս 3 մարզերում են կենտրոնացված եւ նաեւ արտահանման մասով, քանի որ դուք նշեցիք, մի քանի թվեր նշեմ, նախ նշեմ, որ ՀՀ-ից արտահանվող բանջարեղենի գրեթե 100%-ը դրանք ջերմոցների եւ ջերմատների արտադրանքն են։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ արտահանվել է 121800 տոննա պտուղ բանջարեղեն։ Ասաց Պապոյանն ու ընդգծեց, նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 108600 տոննա, այսինքն այս տարի արտահանման ծավալներն ավելացել են 12.2%-ով։ Մասնավորապես 1000 տոննա լոլիկ ենք ավել արտահանել անցած տարվա համեմատ 8%-ի աճը, 4500 տոննա պղպեղ ենք ավել արտահանել 59%-ի աճը, սմբուկը ուրեմն 800 տոննա ենք ավել արտահանել 80%-ի աճը, ծաղիկը երկու ձևով ասեմ, կա հատով ավել արտահանվող 3.1 միլիոն հատ մի կոդի տակ, դա այստեղ աճը համեստ է 5.3% եւ ուրեմն 800 տոննայով արտահանվող դեպքում այստեղ աճը 160%։ Կառավարությունը հավանություն տվեց նաև Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը։ Սա գրանտային օժանդակություն է, վարկային միջոցներ չեն։ Մասնավոր տնտեսության զարգացում եւ նախնական եւ միջին մասնագիտական կրթություն Հայաստանում մինչեւ 6.1 միլիոն եվրո
Կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացմանը մինչև 6.1 միլիոն եվրո, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում մինչև 3.1 միլիոն եվրո, ուսումնասիրությունների եւ մասնագետների հայաստանյան ֆոնդեր մինչև 0.3 միլիոն եվրո։ Այսպիսով, ԳԴՀ կառավարությունը համաձայնագրի առաջին կետով ներկայացված վերոնշյալ 4 ծրագրերի իրականացման համար տրամադրում է անձնակազմային եւ դրամային ու ոչ դրամական ծառայություններ ընդհանուր 15.6 միլիոն եվրո արժեքով։ Էկոնոմիկայի նախարարը հավելեց, Հայաստանը շահագրգռված է ընդլայնել եւ ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։ 2026 թվականից նախարարությունը նախատեսում է ներդնել համապարփակ առողջապահության նոր համակարգ։ Վերջինիս ֆինանսական հատվածն արդեն կառավարությամբ հաստատված է։ Նախարար Ավանեսյանն իր ասուլիսում ներկայացրել է, թե ովքեր են համարվում ծրագրի շահառուներ։ Առողջապահական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ առողջության ապահովագրության տարեկան փաթեթը կկազմի 129.600 դրամ։ Շողեր Ղլիջյանի ռեպորտաժը։ Մարզային բժշկական կենտրոնների ֆինանսական ու առողջապահական գործընթացների ցուցանիշները կվերահսկվեն առողջապահության նախարարության կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մեր, ինչպես ասեցի, հավաքագրված տեղեկատվության եւ արված վերլուծությունների հիման վրա մենք պիտի գնանք այս կենտրոնների կառավարման միասնականությանը։ Սա վերաբերում է նրան, որ վարչական, կառավարչական, ֆինանսական տվյալները կառավարումը պետք է իրականացվի հնարավորինս խոշորացված ձևաչափով։ Ես միանգամից ուզում եմ փարատել բոլորի մտավախությունները, որ որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, որևէ բժշկական կենտրոն չի կրճատվելու եւ բոլոր բժշկական կենտրոնները շարունակելու են մարզային գործել իրենց տեղերում, շենքերում եւ տեղակայման վայրերում։ Ըստ նախարարի, բժշկական կենտրոնների միավորմամբ կլուծվի մարզային բժշկական կենտրոններում աշխատող նեղ մասնագետներին պատշաճ վարձատրելու հարցը։ Սյունիքի օրինակի վրա բերեմ։ Մենք ունենք շատ նեղ մասնագետներ, որոնք որ պիտի հոսք ունենան պացիենտների եւ մասնագետը, որպիսի օրինակ սպասարկի մի քանի վիրահատությունների այսպես հավաքագրվի պլանային եւ այդ սպეციფიկ վիրահատությունները իրականացվեն, դժվար է միայն Գորիսի բժշկական կենտրոնի համար նման մասնագետ պահելը։ Եվ մեր նպատակն է, որ այս միավորումների արդյունքում մենք ապահովենք, որ մասնագետները Կապանից, Գորիսից, Սիսյանից եւ Մեղրիից շատ հեշտությամբ ծառայությունները կարողանան մատուցել հենց տեղում, քանի որ արդեն չենք ունենալու մեկ ՓԲ-ից գործուղել մեկ այլ ՓԲ։ Պետությունը շարունակում է ներդրումներ իրականացնել մարզային բժշկական հաստատություններում։ Այս գործընթացը գնում է երկու ֆինանսական եւ ռեսուրսային օղակներ օգտագործելով։ Մեկը պետությունը ուղիղ ներդրումներ է անում կապիտալ շինարարությունների մեջ։ Հիմա առաջիկայում մենք 26 թվականի առաջին 6 ամիսներին կբացենք Սիսյանի բժշկական կենտրոնը։ Մենք այս պահին էլ նորացվող ծառայությունների շրջանակը հաշվի առնելով անընդհատ փոփոխում ընդլայնում ենք սարքավորումների շրջանակը, որ այնտեղ պետք է տեղադրվի։ Ուրեմն Մարտունին բժշկական կենտրոնը ճուներ օրինակ համակարգչային շերտագրում եւ նոր բժշկական կենտրոնի տրամաբանության մեջ արդեն հայեցվել է։ Մյուս տրամաբանությունը լիզինգային ծրագրերն են եւ մեր բժշկական կենտրոններն էլ պիտի կարողանան այս բոլոր գործիքներից օգտվելով ավելի փոքր ներդրումներ պահանջող սարքավորումներով հագեցվեն։ Հարցին ինչու են մի շարք բժշկական հաստատություններում տնօրենների հաստիկները մնում թափուր եւ ինչու ժամանակավոր պաշտոնակատարները չեն հաղթահարում մրցույթները, նախարարն այսպես է մեկնաբանում։ Սա նշանակում է, որ նորից կրկնում եմ, մրցույթները ֆորմալ բնույթ չեն կրում։ Մեզ մոտ մրցույթները կրում են իրական բնույթ։ Եվ այո, որևէ այստեղ խնդիր չեմ տեսնում, որ բժշկական կենտրոնների տնօրենները մրցույթին հավակնում են, մասնակցում են, ծանոթանում են, լինում է չեն անցնում, հետո ավելի հստակ ուրեմն պատրաստվելով, ծանոթ լինելով անցնում են։ Չեմ հասկանում ինչու՞ն է խնդիրը։ Հիմա եթե բոլորը նշանակվային, պիտի ասեիք, ինչու եք մրցույթ անցկացնում։ Դե հնարեք նշանակեք էլի, եթե տենց բոլորը մրցույթները անցնում են։ Այլ հակառակը, սա վկայում է, որ այստեղ բոլոր գործընթացները
իրական են, ոչ թե ֆորմալ։ 2026 թվականից նախարարությունը նախատեսում է ներդնել համապարփակ առողջապահության նոր համակարգ։ Վերջինիս ֆինանսական հատվածն արդեն կառավարությամբ հաստատված է։ Նախարարը ներկայացնում է, թե ովքեր են համարվում ծրագրի շահառուներ։ Եվ մենք սկսում ենք 2026 թվականից ներառելով բնակչության ուրեմն հետևյալ խմբերը։ Մինչև 18 տարեկան երեխաները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրությամբ համակարգ 65 տարին լրացած քաղաքացիները եւս 2026 թվականից կներառվեն ապահովագրության համակարգ։ Եռափուլ ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերում 200,000 դրամ ստացող եւ ոչ մի խմբում չներառված անձինք նույնպես կներառվեն ծրագրում։ Այս խումբը ներառվելու է ապահովագրության մեջ 2027 թվականի, 2028 թվականի։ Ինչպես է մեղմելու, սա շատ կարևոր է։ Մեր ուրեմն օրենսդրական փաթեթի մեջ դուք կտեսնեք, որ ներառվել է զինապահ հիմնադրամին ուղղվող մեր ամսական վճարների շրջանակներում որոշակի հատվածը, այս մասով էլ հաշվարկները ներառված են փաթեթի, ուղղել դեպի առողջության ապահովագրության փակելուն։ Մարդկանց մի մասը ծառայությանը դիմում է այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասել։ Նախարարը կատակում է։ Մեր մոտեցումը նա է, որ ծառայությունները հասանելի լինեն այն ժամանակ, երբ որ դրանք ծախս արդյունավետ են, ավելի պետության եւ մարդու բյուջեի համար այդ ծառայություններից օգտվելը ծախսատար չէ այդքան եւ նպաստել, որ մարդիկ ճիշտ վարքագիծ դրսևորեն իրենց առողջությունը հետևելու համար։ Հաճախ կատակում ենք, որ բան ունենք, երբեմն երկու ծայրահեղ մոտեցումներ ունենք, որ մարդը գնում բժշկի միայն շտապօգնության միջոցով, երբ որ իսկապես էլ չի կարողանում սիմպտոմները կառավարել, կամ էլ երբ որ մի հատ փռշտում է, այսինքն այս երկու ծայրահեղություններից մենք պիտի գանք ճիշտ վարքագծի։ Քաղաքացին ինքը պետք է դիմում գրի ներառվելու ապահովագրության համակարգում։ Այն քաղաքացիների մասով, որոնք որ սուբսիդավորվելու են պետության կողմից, այս անձինք եւս ակտիվ վարքագծով պիտի քայլ անեն ներառվելու։ Այսինքն ապահովագրության ռեգիստրում ներառվելու համար քաղաքացին պիտի դիմում գրի եւ այդ ամբողջ համակարգը հիմա այսպես կազմավորման փուլում է։ Պարզ մեխանիզմ է լինելու առանց բարդացումների, բայց այո, անձը պիտի ակտիվ համաձայնվի ապահովագրական համակարգ ներառվելու համար։ Մենք ավտոմատ ոչ մեկին համակարգ չենք մտցնելու։ Նախարարությունը նախատեսում է 3 տարվա ընթացքում պետպատվերի համակարգից անցում կատարել ամբողջական ապահովագրության համակարգի։ Շողեր Ղլիջյան, Արմանուր։ Անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Ներքին գործերի նախարարությունը։ Համայնքների դիմակայունությունը սկսվում է բնակիչների պատրաստվածությունից։ Սեպտեմբերի 23-ին Վարդենիս համայնքի կուտ բնակավայրում փրկարարական ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, միջազգային գործընկերներն ու բնակիչները համախմբել էին ջանքերը ամրապնդելու աղետներին արձագանքելու կարողություններն ու զարգացնելու հմտությունները։ Մշտապես իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ ուսումնավարությունների տեսքով տարբեր մակարդակների համար։ Ուսումնավարությունների նպատակը կայանում է հետևյալը, որ մասնակցող անձնակազմը, բնակչությունը մշտապես լինեն պատրաստ, մշտապես լինեն իրազեկված։ Հրամանատարաշտաբային ուսումնավարժության սցենարը հնարավորինս մոտ էր իրականությանը։ Հնչեց օդային տագնապի ազդանշանը, սկսվեցին բնակիչների պատսպարման ու տարհանման աշխատանքները, անմիջապես գործի անցան փրկարարական ու վթարաբերական նողական ուժերը։ Համայնքի համար կարևոր նշանակություն ունեն պլանային վարժանքները, որոնք տարեկան մի քանի անգամ անցկացնում են Վարդենիս խոշորաց համայնքի տարբեր բնակավայրերում, եւ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությանը նման միջոցառումներ կազմակերպելու համար։ Ուսումնավարժությունն ընդգրկում էր արտակարգ իրավիճակների ամբողջական շղթա։ Ըստ սցենարի վնասվել էին շենքշինություններ, այդ թվում դպրոցը, առաջացել էին հրդեհի օջախներ, կային արգելափակված քաղաքացիներ։ Նման վարժանքները փրկարարներին օգնում են, որ ավելի հմուտ կատարեն իրենց գործողությունները, որ կարողանան
նման դեպքերում ավելի պատշաճ կատարեն աշխատանքները։ Մենք կարևորում ենք աղետներին պատրաստվածությանը խթանող այսպիսի միջոցառումները եւ աջակցում ենք Հայաստանի կառավարությանն ու համայնքներին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելով աղետներին դիմակայունության բարձրացման ուղղված ծրագրերին։ Ուսումնավարժության կարևոր մաս էին նաև տարհանված բնակչության առաջնային կարիքների հաշվառման, կենսապահովման եւ հոգեբանական աջակցության գործողությունները։ Աշխատանքը փրկարարծառայության նկատելի է եւ տեսանելի է շատ հզոր է։ Նման դաշտային վարժանքները մեր բնակչության համար շատ կարևոր ու տեսանելի են եւ ցույց են տալիս բոլոր այն կարևոր գործողությունները, որոնք պետք է իրականացվեն հենց արտակարգ իրավիճակի ժամանակ։ Նմանօրինակ ուսումնավարժությունները համայնքներում արձագանքման հմտություններն ու պատրաստվածությունը կատարելագործելու հնարավորություն են, ինչպես նաև տեղական ու միջազգային գործընկերների համագործակցության ամրապնդման առումով կարևոր հարթակ։ Փրկարարծառայության առաքելությունը չափազանց կարևոր է։ Մենք աջակցում ենք փրկարարծառայության ջանքերին համայնքների պատրաստվածությունը հզորացնելու գործում։ Այսպիսի ուսումնավարժությունները օգնում են մարդկանց պատրաստ լինել աղետներին, պաշտպանել իրենց եւ հարազատներին։ Ներքին գործերի նախարարությունը կարևորելով աղետներին դիմակայունության կարողությունների շարունակական զարգացումը առաջնային է համարում տարբեր մարզերում նմանօրինակ վարժանքների անցկացումը, որոնք խթանում են ուժեղ եւ դիմակայուն համայնքներ ունենալուն։ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է գնունու շուկային հարակից 30 անօրինական կրպակ ու տաղավար։ Այս մասին տեսանյութ է հրապարակվել։ Ամայում գտնվող Հայաստանի քաղաքացիները կկարողանան անարգել երթևեկել ազգային վարորդական վկայականով։ Արփինե Սարգսյանն ու շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը հուշագիր են ստորագրել, իսկ բնակության նպատակով գտնվելու պարագայում վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձն ազատվում է դրա հետ կապված տեսական եւ գործնական քննություններից։ Արփինե Սարգսյանն ու շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը առանձնահատուկ կարևորել են հուշագիրը եւ ընդգծել, որ այն դրական քայլ է ներքին գործերի նախարարությունների համագործակցության ամրապնդման առումով եւ միտված է երկու պետությունների քաղաքացիներին ավելորդ անհարմարությունից ազատելուն։ ՊԿ կանխել է մաքսային հսկողությունից թաքնված 78 կիլոգրամ դեղորայքի ներմուծման փորձը։ Մանրամասները տեսանյութում։ Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչությունը շարունակում է պայքարը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման եւ կանխման ուղղությամբ։ Օրերս պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության Բագրատաշեն սահմանային անցման կետ ժամանած քաղաքացու տրանսպորտային միջոցի տեսազնման ժամանակ մեքենայի հետնամասում նկատվել է հատուկ պատրաստված եւ հարմարեցված ինքնաշեն թաքստոց։ Տրանսպորտային միջոցն ուղեկցվել է խորը զնման անգար։ Մաքսային սպասարկման եւ հսկողության երկրորդ բաժնի մաքսային ծառայողների կողմից իրականացված խորը զննության արդյունքում տրանսպորտային միջոցի հատուկ պատրաստված եւ հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել են 78 կիլոգրամ քաշով դեղորայք եւ դեղորայքի դատարկ տուփեր։ Այսպես քաղաքացին փորձել է ապօրինի բեռ ներմուծել Հայաստանի Հանրապետություն, շրջանցելով մաքսային հսկողությունն ու խուսափելով առաջացող պարտավորություններից։ Հայտնաբերված դեղորայքի շուկայական արժեքը գերազանցում է 15 միլիոն դրամը։ Դեպքի առնչությամբ մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ, որն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Թողարկման երկրորդ հատվածում առաջարկում եմ դիտել։ Խելացի սարքավորումների օգտագործման սահմանափակումներ Երևանի ենթակայությամբ գործող դպրոցներում։ Հանգուցյալին մեծարելու, նրա կյանքն ու կենսագրությունը ներկայացնելու գործը վստահել հանդիսավարին, թե ծանոթ բարեկամներին։ Ասեմ ձեզ, բավականին շատ լուրջ եւ շատ խոհեմ աշխատանք է, քան ուրախ առիթ վարելը։ Այստեղ ոնց են մարդիկ սովոր։ Նստում են, ով տեղից վեր է կենում, երկու բառ խոսում է, խմում են, հարբում են։ Շատ ժամանակ վերածվում է հոգեվազը վերջում տոնի։ Միջոցառումներ հանրապետության մարզերում, գիտական փորձեր, ինտերակտիվ խաղեր, ինչ է գիտության շաբաթը։ Ցույց տալ, թե ինչով է զբաղվում գիտությունը, ինչ արդյունքներ է տալիս, ինչով է կարևոր գիտությունը իրենց կյանքում։
Երևանի ենթակայությամբ գործող դպրոցներում խելացի սարքավորումների օգտագործման սահմանափակումներ կլինեն։ Քաղաքապետարանն այս մասին տեսանյութ է ներկայացրել։ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ եւ հանձնարարությամբ մշակել ենք նախագիծ, ըստ որի դպրոցներում կսահմանափակվեն խելացի սարքավորումների բջջային հեռախոսների օգտագործումը։ Նախագիծը կդրվի քննարկման ակտիվ քաղաքացի հարթակում, ուսուցիչների, աշակերտների, ծնողների եւ իհարկե խնդրով մտահոգված քաղաքացիների կարծիքը պատկերացնելու։ Շատ լավ նախագիծ է, նույնիսկ մինչ նախաձեռնությունը համընդհանուր դպրոցում ուներ որդեգրած այդ հատկանիշը եւ առավոտյան շուտ հեռախոսները հավաքվում են, ինչպես տեսնում եք, իմ սեղանին դրված են եւ հեռախոսից կարող են օգտվել միայն իմ թույլտվությամբ եւ միայն դասամիջոցին։ Ես որպես ծնող եւ որպես ուսուցիչ ընկալում եմ, որ հեռախոսը կապի միջոց է, բայց որ դասապրոցեսին խանգարում է, դա փաստ է։ Եթե ծնողին անհրաժեշտ լինի երեխայի հետ կապ հաստատել, երեխայի հետ շփվել, նա կկարողանա դա անել դասղեկի ուսուցչի միջոցով։ Հեռախոսները ունեն իրենց տուփիկները, երեխաները արդեն սովորել են կարգուկանոնի, իսկ դպրոցը պիտի ունենա կարգուկանոն եւ ըստ իր կանոնադրության անի այն ամենը, ինչ անհրաժեշտ է լիարժեք դասապրոցեսը ապահովելու համար։ Հեռախոսները դարձել են մեր կյանքի անբաժան մասը, առանց հեռախոս ոնց որ մեր կյանքը չենք պատկերացնում ու դպրոցում էլ այդպես։ Կարևոր է որպեսզի դասերին ավելի կենտրոնանանք ու չշեղենք մեր ուշադրությունը ուրիշ ոչ կարևոր բաների վրա։ Հիմնականում դասապրոցեսի ժամանակ ես հեռախոսից չեմ օգտվում, քանի որ դա ինձ շեղում է։ Նրանով է լավ, որ մենք տանը ամբողջ օրը հեռախոսի մեջ ենք, գոնե այստեղ կկտրվենք եւ կսովորենք։ Դասապրոցեսի ընթացքում ունենք նաեւ QR կոդերով առաջադրանքներ, որից նաեւ երեխաներն օգտվում են։ Գեղեցիկ կարողանում են դուրս բերել հեռախոսներն, օգտվել նման առաջադրանքից եւ նաեւ պահել։ Օրինակ նույն ինֆորմատիկա առարկան մենք կարող ենք հեռախոսների շնորհիվ պրակտիկա ձեռք բերել տարբեր վարժություններ կատարելով։ Օգտագործում ենք նաև հեռախոսները, եթե կարիքը կա դասի կառուցվածքը այնպիսին է, որ անհրաժեշտություն կա, մենք թույլ ենք տալիս, որ երեխաներն նաև օգտվեն, բայց հաճախ սովորողները կենդանի շփման կարիք ունեն։ Կարծում եմ դա է ամենակարևորը, որ իրենք դպրոցում կարողանան շփվել իրար հետ, ոչ թե իրար կողք նստած հաղորդագրություններ միմյանց ուղարկել։ Հաշվի առնելով ժամանակակից կրթական միջավայրը դժվար է պատկերացնել նաև առանց որոշակի օգտագործման սարքավորումների, ինչ ենք մենք առաջարկում։ Առաջարկում ենք 1-ից 6-րդ դասարանցիների շրջանում առհասարակ բացառել ուսումնառության ընթացքում դպրոցում գտնվելու ժամանակահատվածում բջջային հեռախոսների, խելացի ժամացույցների եւ այլ սարքավորումների օգտագործումը, իսկ արդեն 7-ից 12-րդ դասարաններում ուսուցչի ուղղորդմամբ ըստ անհրաժեշտության առանձին դեպքերում դրանց կիրառությունը բնականաբար կրթական նպատակներով։ Աշխարհի տարբեր երկրներում հանգուցյալին հողին հանձնելու արարողակարգերը տարբեր են։ Մեր երկրում հարազատին վերջին հրաժեշտը տալուց հետո հոգեհաց է տրվում, որը կենացներով է ուղեկցվում։ Վերջերս համացանցում լայն տարածում գտավ տեսանյութը, որը Լիաննա Զուրաբյանը հրապարակել էր հոգեհացի սրահից։ Իմ գործընկեր Հասմիկ Ֆահրեդյանը փորձել է պարզել, սա նոր ավանդույթ է, թե չհասկացված իրողություն։ Մահվան ցավը մեզ հիշեցնում է կյանքի ամենամեծ ճշմարտությունն այս երկրի վրա ոչինչ հավերժ չէ։ Մահվան ցավն ընդունել լռությամբ, խոնարհումով ու աղոթքով, թե հանդիսավոր արարողությամբ։ Հարազատին կորցնելու ցավը տարբեր երկրների մշակույթներում տարբեր դրսևորումներ է ունենում։ Մեզ մոտ օրինակ հուղարկավորությունից հետո հոգեհացի արարողություն է կազմակերպվում։ Թաղման սեղանի շուրջ հնչում են կենացներ ու ցավակցական խոսքեր։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունում, եվրոպական այլ երկրներում հաճախ հոգեհացն անցկացվում է հանդիսավոր արարողությամբ։ Ընտանիքի ցանկությամբ մահացածին մեծարելու, նրա կյանքն ու կենսագրությունը ներկայացնելու գործը վստահվում է հանդիսավարին։ Ցանկանում են մահից հետո մարդուն կրկին մեծարել, ներկայացնելով կենսագրությունը։ Տեր հայրը դա չի անում, որովհետև աշխարհիկ խոսք է դա, նրան չի կարելի աշխարհիկ խոսք։ Եվ դա ասվում է մահախոսական, որը շատ զարգացած է ԱՄՆ-ում, արտերկրներում։
Եվ այնտեղի մարդիկ, այնտեղի հայերը գալով այստեղ իրենց հարազատը մահացել է, այստեղ մայր հողին են հանձնում եւ արդեն այդ ավանդույթին սովոր այստեղ մարդ են փնտրել, արտիստ, հանդիսավար եւ դա ասեմ ձեզ բավականին շատ լուրջ եւ շատ խոհեմ աշխատանք է, քան ուրախ առիթ վարելը։ Այս դեպքում Թամադան հանդես է գալիս որպես կազմակերպիչ, նրա գլխավորությամբ հնչող խոսքերը, կենացները կենտրոնանում են հանգուցյալի կյանքի կատարած գործերի ու թողած ժառանգության վրա, ասում է ասմունքող հանդիսավար Լիաննա Զուրաբյանը։ Հոգեհացը ինչ է, ուղարկավորությունից հետո մարդուն հանձնում են հողին, հարգելով մարդու կյանքը ապրած տարիները եւ այն մարդկանց, ովքեր եկել են վերջին հրաժեշտ տալու, էլի հաց է կազմակերպվում։ Եվ պետք է խոսան այն մարդու մասին, ով լքել է երկրային կյանքը։ Այստեղ ոնց են մարդիկ սովոր։ Նստում են, ով տեղից վեր է կենում, երկու բառ խոսում է, խմում են, հարբում են։ Շատ ժամանակ վերածվում է հոգեվացը վերջում տոնի։ Էլ մոռանում են, թե ինչի համար են գնացել, շատ ա լինում։ Վերջում կռիվ, ծեծկռտուք ինչքան նման պատմություններ կան, հիմա այս հարցազրույցը լսողները շատ իրենց կտնեն պատմության մեջ։ Իսկ ես որ ներկա եմ լինում եւ այստեղ շատ մի քիչ խոսքեր եղան, թե DJ է լինում, ոչ դա DJ չէ, դա հնչյունային ռեժիսոր է եւ նա միացնում է շարականներ։ Զուրաբյանին այս հարցով դիմում են միայն արտերկրից եկած հայերը, մեզ մոտ դեռևս հոգեհացի արարողությունը հանդիսավորությամբ անցկացնելն ընդունված չէ։ Նույն օրը երկու առողջակ ստացա պատվեր։ Ցերեկը հոգեհաց, երեկոյան ծնունդ, դա հետաքրքիր էր։ Եվ ռեստորանում այդ մարդիկ կազմը մենեջեր, հա, սպասարկող էլի առաջի անգամ էին տեսնում, ասենց շշմած, թե ինչ հա կատարվելու, ոնց եկել է հնչյունային ռեժիսորա միացնում երաժշտությունը, ես գալիս եմ իմ համապատասխան հագուստով, այդպես մարդիկ գալիս են, դե մեծ մայրիկ էր, հա, հանձնվել մայր հողին եւ որդիները ցանկացել էին, որ հնչի մայրական գործեր, խոսք հնչի, կեսագրական, ուսուցիչների ընտանիքից էր եղել, ուներ պատմություն եւ որդիները ցանկացել են մեծարանք իրենց մորը։ Փորձառու հանդիսավարը հորդորում է ամեն բան սարկազմով չընդունել, իսկ հարցադրմանն արդյոք ձևական բնույթ չի կրում մարդու մահից հետո մեծարանքը, Զուրաբյանը պատասխանում է։ Հայ բնավորություն է, գնամերը արիսիրը մարտահայտությունը հենց այնպես թևավոր խոսք չէ։ Կյանքում ինչ ասես կլինի եւ այլն կասեն, կխոսեն, կբամբասեն, բայց այդպես չէ, մեռնողի հետևից վատ բան չեն խոսում, արդեն սկսում են մեծարել եւ այլն, հիշել լավ գործերը, ասել, դա նորմալ է, դա մարդկային է, դա հանրային է։ Եվ գոնե այդ կեր զավակները, հարազատները հոգում թեթևություն են զգում։ Այն ինչ որ չեն արել, այն ինչ որ պակաս է եղել, այն ինչ որ դժվար է եղել։ Հարցի վերաբերյալ հասարակության դիրքորոշումը տարբեր է։ Գիտեք, ինչ որ էլ դուք անեք, դուք հիշողությունը պահում եք ձեր սրտի մեջ։ Հիմա դուք ոնց կանեք, ինչ կանեք, արդեն ձեր հնարավորություններից եւ գաղափարից է գալիս։ Ես այդպես եմ մտածում։ Կարևորը իմ մտածին պապին մահացել են բավականին երկար ժամանակ առաջ։ Մենք անընդհատ իրանց հիշում ենք։ Ինչի են ասում, միջև հիշում ես իրանք սաղ են։ Ես կարծում եմ, որ մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ հարսանիք անելու համար վարկ են վերցնում մարդիկ, այդ երիտասարդ զույգերը, հետո երկար տանջվում են, չէ, որ այդ վարկը փակեն։ Իսկ ամեն ինչից միջոցառում են ստեղծում։ Արևմուտքում օրինակ ֆիլմերից, բանից տեսել եք, որ հարազատները խոսում են հանգուցյալի մասին եկեղեցում հենց այդ արարողության ժամանակ, կարծում եմ այդ ավելի գեղեցիկ արարողություն է, քան կենացներ։ Հասմիկ Վարադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։ Ազատության հրապարակում եւ Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկել էր գիտության շաբաթը, որի շրջանակներում կայացան ապակենտրոնացված միջոցառումներ, բաց դասախոսություններ, խաղեր եւ այլն։ Գիտության շաբաթին մասնակցել է Շողեր Ղլիջյանը։ Սեպտեմբերի 31-ից հոկտեմբերի 5-ը Ազատության հրապարակում կանցկացվի գիտության շաբաթը։ Սա վայր է, որտեղ գիտությունը խոսում է բոլորի լեզվով։ Գիտության փառատոն, ապակենտրոնացված միջոցառումներ, բաց դասախոսություններ, խաղեր եւ այլն։ Սա է գիտության շաբաթը, որը կանցկացվի Ազատության հրապարակում եւ Հայաստանի տարբեր մարզերում։ Ցույց տալ, թե ինչով է զբաղվում գիտությունը, ինչ արդյունքներ է տալիս, ինչով է կարևոր գիտությունը իրենց կյանքում
որովհետև սովորական մարդը ամենօրյա իր առօրյայում այդքան չի առնչվում գիտության հետ, կամ ինչ-որ լուրերի տեսքով առնչվի կամ ինտերնետում ինչ-որ բաներ կարդա, բայց անմիջական առնչություն չունի։ Լաբորատորիաներում գիտնականներ իրենք աշխատում են իրանց հերթին, մարդիկ իրանց առօրյա կյանքն են ապրում ու իրար հետ ոնց որ կապ չունենան։ Իսկ սենց ոնց որ մարդկանց ու այդ լաբորատորիաները, այդ գիտական հանրությանը միավորում են իրար։ Գիտության փառատոնի առաջին թեմատիկ մասի այցելուները կիմանան, թե ինչպես է գիտությունը դառնում առաջընթացի շարժիչ ուժը։ Նրանք կտեսնեն, թե ինչպես է գիտական միտքն ազդում տնտեսության, կայուն զարգացման ու կյանքի որակի բարձրացման վրա։ Գիտության փառատոնը, որը անցկացվում է Ազատության հրապարակում տևելու է 6 օր, բաժանված է 3 թեմատիկայի, յուրաքանչյուր թեմատիկան 2 օր է անցկացվելու։ Առաջինը հենց զարգացնել գիտությամբ, երկրորդ թեմատիկան, որը անցկացվել է արդեն հոկտեմբերի 2-ից 3-ը, մասնագիտական կողմնորոշմանն է նվիրված, ու երրորդը գիտական ֆանտաստիկան է, որովհետև առանց գիտական ֆանտաստիկայի չկա գիտություն, առանց գիտության չկա գիտական ֆանտաստիկա, դա ավելի դեպի զվարճանքի ուղղությամբ, ավելի երևակայական։ Տաղավարներում յուրաքանչյուրն իր ասելիքն ունի։ Նրանք պատրաստ են ներկայացնել, բացատրել ու կրթել, մարդկանց մոտեցնելով գիտությանը։ Այս մոդելը նույնպես գրանցված է կարմիր գրքում, ինքը երկարավող ցիկլն է, հանդիպում է արարատյան եւ արմավիրի դաշտերում, սնվում է միջատներում։ Կենսաքիմիայի ինստիտուտը ներկայացնում է գիտական փորձեր ու բացատրություններ, որոնք հետաքրքիր են հատկապես երիտասարդներին։ Նման միջոցառումները շատ դրական են, որտեղ նրանք այս միջոցառումները հնարավորություն են տալիս եւ աշակերտներին եւ ուսանողներին եւ ինչու՞ չէ այցելուներին ծանոթանալու կենսաքիմիայի նախ ինստիտուտին եւ կենսաքիմիայի ինստիտուտի գործունեությանը, ինչպես նաեւ թե ինչ հնարավորություններ է ստեղծում կենսաքիմիա գիտությունը մարդկության համար։ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տաղավարն է։ Ներկայացնում են օծիթույներ, եթերայուղեր ու ինտերակտիվ խաղեր։ Մեր ինստիտուտը հանրապետությունում առաջինն է, որ ստացել ենք Անդրկովկասյան գյուղզայից հակաթույն։ Իրականում մեր հանրապետությունը չուներ, մենք ստանում ենք դրսից, Ուզբեկստանից, որը այդքան էլ մեր տեղական գյուղզային համապատասխան չէր։ Հիմա մենք ստացել ենք եւ արդեն նախակլինիկական փուլում է գտնվում։ Խնդրեմ, այստեղ ցուցադրված է, կարող եք տեսնել։ Այստեղ ցուցադրված են տարբեր տեսակի եթերայուղեր։ Ինստիտուտը նաեւ ստանում է մեր Հայաստանում տարածված բոլոր բուսատեսակների եթերայուղերը։ Եթերայուղերը եւ օծիթույնը համադրելով ստացել ենք խնկածաղկի եթերայուղը եւ գյուրզայի թույնը, ստացել ենք հակացավային, հակաբորբոքային քսուկ։ Տաղավարներում ներկայացված փորձերը, ցուցադրություններն ու բացատրությունները մեկ նպատակ ունեն՝ գիտությունը դարձնել ավելի հասկանալի։ Թե ինչպիսի ազդեցություն կունենան նման նախաձեռնությունները ցույց կտա ժամանակը, հետաքրքրությունն արդեն տեսանելի է։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։ Թողարկման վերջում մի քանի լուր մարզաշխարհից։ Միլանի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Սան Սիրո ստադիոնի վաճառքի վերաբերյալ որոշմանը։ ՊՍԺ-ն կփորձի հաջորդ ամռանն անվճար ձեռք բերել Բարսելոնայի իսպանացի կիսապաշտպան Էրիկ Գարսիային։ Սպորտային խճանկարը Լիանա Ինջիղուլյանն է ներկայացնում։ Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները նվաճեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված ATP 500 շարքի China Open մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում իտալացի թենիսիստը 6-2-6-2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 52-րդ ռակետ ամերիկացի Լերներ Տիենին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 14 րոպե։ 24-ամյա Յանիկ Սիները նվաճեց 21-րդ տիտղոսը ATP մրցաշարերում։ Միլանի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Սան Սիրո ստադիոնի վաճառքի վերաբերյալ որոշմանը։ Միլանի Ինտեր եւ Միլան ակումբները ստադիոնի համար կվճարեն 197 միլիոն եվրո։ Երկու միլիոնյան ակումբներն իրենց տնային հանդիպումներն անցկացնում են այս ստադիոնում։ Ինտերն ու Միլանը մտադիր են քանդել ստադիոնը եւ կառուցել նորը։ Շինարարության սկիզբը նախատեսված է 2027 թվականին, ավարտը 2031-ին։ Սան Սիրո ստադիոնը կառուցվել է 1926 թվականին։ Ֆրանսիայի չեմպիոն գավաթակիր սուպերգավաթակիր չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն կփորձի հաջորդ ամռանն անվճար ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն Բարսելոնայի իսպանացի կիսապաշտպան Էրիկ Գարսիային։ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Բարսելոնան այժմ բանակցում է Էրիկ Գարսիայի հետ համագործակցության երկարաձգման հարցով։ Եթե մինչև հունվար կողմերը չհասնեն համաձայնության, ՊՍԺ-ն հնարավորություն կստանա առաջարկ անել ֆուտբոլիստին։ Ընթացիկ մրցաշրջանում Էրիկ Գարսիան գերմանացի Հանս
Զիտերֆլիգի գլխավորած թիմի հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ։ Շաբաթվա լրահոսն այսպիսին էր Արմալուրի տեսանկյունից։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։